Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, երկրորդ ընթերցման ներկայացնում եմ կրիպտոակտիվների մասին օրենքը, ինչպես նաև մի շարք հարակից օրենքներ, ըստ էության երկու կարգի փոփոխություն կա առաջին երկրորդ ընթերցում, մեկը կոնցեպտուալ է, որի մասին ես կխոսեմ, եւ երկրորդը ավելի տեխնիկական կտոր է, իհարկե պատրաստ եմ խոսել, բայց մանրամասն չեմ անդրադառնա։ Նախաբանի տեսանկյունից նշեմ, որ ինչպես ասաց Տիկին Վարդան, որ սա մայր օրենք է, այսինքն սա ամենաֆունդամենտալ մակարդակով դնում է կրիպտոակտիվների կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում եւ իրավական որոշակիություն է տալիս այս ոլորտին Հայաստանի Հանրապետությունում, ինչը մեր կարծիքով շատ կարեւոր է, որպեսզի մասնավոր հատվածի համար, ինչպես նաեւ սպառողների համար մտնի հստակություն, եւ այստեղ բավականին մեծ ճանապարհ ենք անցնել եւ կարծում եմ սա շատ կարեւոր առաջին քայլ է եւ երկար քննարկումներ եւ շատ արտադրողական քննարկումներ եղել են։ Հիմնական կոնցեպտուալ փոփոխությունը, որը որ եղել է առաջին երկրորդ ընթերցում, դա վերաբերում է նրան, ինչը դուք նշեցիք անցյալ անգամ Տիկին Վարդան, բանկերի մասով այն ծառայությունները, որոնք որ բանկերը կարող են կատարել առաջին երկրորդ ընթերցման ընթացքում այս քննարկումը եղավ եւ ինչպես նաեւ ձեր առաջարկի ժամանակ ես ասացի, որ կենտրոնական բանկում եւս այդպիսի դիրքորոշում կար, որ դա լավ ուղղություն է եւ մենք համաձայնել ենք դեր առաջարկել եւ կառավարություն առաջարկած տարբերակի մեջ երկրորդ ընթերցման դա արտացոլված է, ինչ է դա նշանակում, որ ըստ էության այն ծառայությունները, որոնք վերաբերում են հենց կրիպտոակտիվներին, դրանք արդեն բանկերը չեն կարողանալու մատուցել, այսինքն եթե բանկը կամ ավելի ճիշտ երևի հոլդինգ ասածը կիրառել, որպեսզի տրամաբանությունը փոխանցեմ, այսինքն բանկը ինքը չի կարողանա այդ ծառայությունը մատուցի, եթե բանկի սեփականատերը կամ խումբը ուզենան այդպիսի ծառայություն մատուցեն, ապա իրենք կբացեն առանձին կազմակերպություն, կգան առանձին կլիցենզավորվեն եւ կարողանան մատուցել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում։ Սա երկու առավելություն ունի, մեկը մրցակցային առումով բնականաբար ինքը ավելի պարզ դաշտ է ստեղծում, որտեղ բնականաբար հենց փոխանցումների կտորով տեղ կա փոխկապակցվածություն եւ երկրորդը նաեւ հենց բանկային ռիսկերի տեսանկյունից եւ ոնց որ հստակ տարանջատման տեսանկյունից շատ ավելի հեշտացնում է ռիսկերի կառավարումը եւ մոնիտորինգը, այսինքն այդ բոլոր իմաստներով կարծում ենք շատ ճիշտ նախաձեռնություններ եւ դրա համար համաձայնել ենք եւ սա փաստացի արտասոլված է արդեն երկրորդ ընթերցման նախագծում։ Երկրորդ մասը, որը վերաբերում է ավելի տեխնիկական մասերին, հիմնականում վերաբերում է որոշակի տեխնիկական շրջումների, ինչպես նաեւ հաշվապահության հետ կապված, հաշվապահական հաշվառման հետ կապված որոշ բաների, որոնք որ մենք պետք է կենտրոնական բանկը հետագայում պետք է սահմանի հենց կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց համար։ Սա է եղել հիմնական փոփոխությունը, քանի որ անցած անգամ բավականին երկար քննարկել ենք, երևի թույլ տաք արդեն հարց պատասխանի տեսքով, հա, շնորհակալություն։